Ես իրոք երեխուց վախում էի, երբ որ ինքը արթնանում էր, ես վախում էի։ Պետքա մի տեսակ լավով չէ հիշես, որ երեխա ես ունեցել սիրուն փուլ է, բայց ես ինձ մեղադրում եմ, որ այդքան բացասական եմ հիշում այդ փուլը։ Պանիչեսկի ատականներ էի ունենում, ու այդ շատ վախենալու էր։ Ինչ ես անում, դու քո երեխու մասին չես մտածում, մենակ քո մասին ես մտածում ու բնականաբար ավելի էին վատացնում վիճակս, այդ երևի կյանքից տեսած ամենավոչ պրոֆեսիոնալ վերաբերմունքն ա եղել։ Բարի գալուստ տաք անկյուն։ Այստեղ մթնոլորտը ջերմ է, իսկ զրույցներն անկեղծ ու հարմարավետ։ Այսօր խոսելու ենք իհարկե մի փոքր ծանր, բայց այնպիսի թեմայից, որի մասին պարտադիր է խոսել։ Թեման հետծննդաբերական դեպրեսիան է։ Իսկ ում հետ քննարկել ես թեման, եթե ոչ այն մարդու, ով հաղթահարել է հետծննդաբերական դեպրեսիան։ Այսօրվա իմ հյուրը մամա, գեղեցկուհի ու շատ հաջողած բիզնես լեդի Մարիա Բավիկյանն է։ Ողջույն։ Շատ ուրախ եմ, որ եկել ես։ Իրականում շատ ուրախ եմ, որ այս թեման ենք քննարկելու, որովհետև վստահ եմ, որ այս զրույցը շատ աղջիկների կօգնի, որովհետև հաստատ շատերն են հիմա սենց դժվար փուլով անցնում ու վստահ եմ, որ քո օրինակը շատ լավ օրինակ է ծառայելու բոլորի համար։ Ես եմ շատ ուրախ, առաջին անգամ եմ դեպրեսիայի թեմայով խոսալու։ Թող իմանան, որ իրանք մենակ չեն ու բոլորիս հետ էլ դա լինում է հիմնականում։ Մար ուզում եմ հասկանամ քո մոտ ինչ-որ նախանշաններ եղել են, որ հասկացել ես, որ դրանցից է սկսվում քո դեպրեսիան։ Իմ մոտ ինչ որ սկսել էր վախ, որ իմ երեխային կվնասեն ու անգամ ամենահարազատ մարդը այն որ ես վստահ եմ որ ոչ մի վատ բան չէին անի երեխու հետ իմ մոտ այդ վախը կար երբ որ ինձնից վերցնում էին սկսում էր այդ պանիկան որ հեսա մի ձև կվնասեն իրականում ես բարձր ընդաբերություն եմ ունեցել COVID-ի ժամանակ ու ես 10 օր երեխու հետ չեմ եղել 10 օր մամայի հետ ա եղել ու ես եմ որ հազիվ վերակենդանացել եմ սենց ասած երբ որ հետ եմ եկել ես չգիտեի իր հետ ոնց վարվեի ես չէի հասկանում ինչի է լացում, ես իրան ինչով օգնեմ, ես օգնության կարիք ունեի ու այդ ինֆորմացիայի պակասը ես բոլորին միշտ ասում եմ, ես երեխա ունենալուց ես քիչ ինֆորմացիա եմ ունեցել։ Երբ ա լինելու գազիկները, չգիտեմ, ոնց կերակրեմ, ինչ անեմ, հա։ Ու քանի որ ես ինֆորմացիայի պակաս եմ ունեցել, ես չգիտեի ինչ անեի ու դրա պատճառով իմ մոտ սկսել էր դեպրեսիան։ Իմիջիալոս քո էջի հետ կապված նայում եմ այդ որ միշտ ինֆորմացիաներով կիսվել ես, մտածում եմ ինչ լավ է, որ հիմա մամաները կարան այդ ինֆորմացիան որևէ բլոգերի էջից վերցնեն, ես որ ունեցել եմ երեխուն, տենց չի եղել, որ ինչ-որ մեկը կարա վերցնի ու կիսվի, ասենց կյանքի խորհուրդներ տա, ոնց կարելի է անել։ Ու այդ վախն էր իմ մոտ, որ ես չէի կարում ոչ մի ձև իրան կառավարեի ու իմ լարվածությունից էլ հենց ինքը գալիս էր իմ մոտ լացում էր։ Ու ես արդեն իմ մոտ տպավորեցին ես վատ մամա եմ, ես 10 օր իր հետ չեմ եղել, ինքը ինձ չի սիրում, ինչ որ տենց բաներ էր իմ մոտ, ուրիշների մոտ հանգիստ էր, հենց իմ մոտ էր լացում էր, որովհետև իմ ներքին տագնապ էր իմ մոտ։ Հա։ Ներքին տագնապ ինձ թվում էր բոլորին հարմարվել է, բոլորը իր հետ կարող են զբաղվեն, ես չեմ կարող։ Ու մի փուլ եկա, որ ես բոլորին սենց շատ խիստ վատ ձևով ասեցի, որ մի վերցրեք երեխուն իմ մոտից երբ որ լացում է։ Ճիշտ է ինձնից նեղացել էին, որ ես ասել էի երեխուն թողեք ես զբաղվեմ, ես հասկանամ, բայց երբ որ այդ եղավ, ես քիչ-քիչ կարողացա իր ռեժիմը կարգավորել, ամեն ինչ գնաց դեպի ավելի լավը։ Հետո չէր փոշմանում, որ ասել ես մի վերցրեք, որ հետո չէր ուզում մեկ։ Հա, հետո ուզում էի, հետո մտածում էի երբ են վերցնելը մի քիչ հանգստանամ։ Բայց պետք էր, որ ինքն էլ հասկանար իր ռեժիմը, չգիտեմ, հասկանար, որ ես իր մաման եմ, իմ հետ անվտանգ է, իմ տագնապը ինքը զգում էր, երբ իրան վերցնում էի, ես վախում էի իրանից։ Հատկապես այդ սկզբնական շրջանում ես չէի հավատում, որ կարա տենց լինի, երեխան կարա զգա քո վատ վիճակը ու դրանից ինքն էլ վատ վիճակում լինի, բայց հետո համոզվեցի, որ հիմա դաժե իմ աղջկա օրինակով ես որ լացում եմ, ինքը իմ հետ հավասար լացում է ու հասկանում ես, որ իրականում լրիվ զգում է ինքը քո էմոցիաները։ Ես իրոք երեխուց վախում էի, երբ որ ինքը արթնանում էր, ես վախում էի։ Երբ որ քնած էր, ես հանգիստ էի, մտածում էի, կար վախ հենց երեխուց, այսինքն որ ինքը կսկսի ղժալ լացել, ինքն է իրականում շատ ուժեղ գազիկներ ա ունեցել, շատ խնդիրների մեջով ենք անցել, դրա համար այդ վախը կար, բայց հետո բացի այդ ներքին զգացողություններից իմ մոտ առաջացավ նաև արտաքին, այսինքն ես ինչ որ պանիչեսկի ատականներ էի ունենում ու այդ շատ վախենալու էր, ես երբեք չէի ունեցել տենց բան, առաջի անգամ հիշում եմ գնացել էինք ինչ որտեղ հանգստանալու հյուրանոցում ու ուժեղ վախ եկավ իմ վրա, սենց չէի հասկանում ինչ է հետս կատարվում, հետո ամբողջ մարմնով սենց ալիք ա գնում, սիրտդ քեզ թվում է հեսա քո հետ մի բան լինելու է,
սենց վախ, ուզում ես մեկին օգնության կանչես, մեկի ձեռքը բռնես ու մի քանի րոպե հետո Իսկ մենակության զգացողություն ունեցել ես այդ ընթացքում։ Մենակության զգացողություն, լիքը կողքից անձնական խնդիրներ, որը ազդում էր համել երեխու վրա, իմ վրա, դրա համար շատ սրվել էր։ Պարինչիսկի հատականները, եթե մարդկանց մոտ կարող է լինի, չգիտեմ, օրը մի անգամ, երկու անգամ, իմ մոտ կարող է 10 րոպեն մեկ լիներ կամ Իսկ ինչքան տևեց ընդհանուր դեպրեսիան։ Երևի մի 8 ամիս։ Երբ որ մամա սկսեց երեխուն պահել հստակ ժամերով ու ես աշխատում էի, ես հասկացա, որ իմ կյանքը էս չի։ Առաջի երեխու դեպքում, չգիտեմ, երկրորդ երեխա ընկերուհիներից հետ որ խոսում եմ, իրենք գիտեն, որ այս ամեն ինչը ժամանակավոր է։ Մի տարի հետո, օրինակ, անցնելու է։ Ինձ թվում էր, ես գիշերները էլ երբեք չեմ քնելու, ես էլ երբեք չեմ աշխատելու, ես էլ ոչ մեկին պետք չեմ։ Ես ինձ չէի կարում հայելի մեջ նայել, որ ես տան շորերով էի անդադ իմը չէր էլի, ես միշտ աշխատող եմ եղել։ Ես պետքա գնայի, չգիտեմ, պատրաստվեի, միտեղ գնայի հանդիպումներ, աշխատանք, ու մեկ էլ հոп ես ամբողջ օրը տանն եմ։ Ինձ թվում է ցանկացած մարդու, ցանկացած աղջկա մոտ լինում այն շրջանը, որ մտածում ես վերջ, իմ կյանքը ավարտվեց, ես էլ տնից դուրս չեմ գա, ես էլ ոչ մի բան չեմ անի, բայց իրականում քչերի բախտն է բերում դեպրեսիա չունենալ։ Մեր հայերի մեջ շատ նստած է, որ դեպրեսիան շատ հաճախ են խառնում ստրեսի հետ, որովհետև դեպրեսիան իրականում լուրջ հոգեբանական խնդիր է։ Իսկ ստրես բնականաբար բոլորս էլ ունենում ենք, դրա համար ինձ շատ հաճախ մարդիկ գրում հարցնում են ոնց ես հաղթահարել հետծննդաբերական դեպրեսիա, բայց ախր ես չեմ ունեցել հետծննդաբերական դեպրեսիա, ես ունեցել եմ հասարակ ստրես, որը հաղթահարել եմ ինչ-որ ժամանակ հետո, բայց դեպրեսիան այդ շատ ուրիշ խնդիր է։ Ուղղակի առաջի մի քանի օրը կարաս ինչ-որ պանիկա լինի քո մոտ, տխուր լինես, չքնել եւ այլն, բայց դեպրեսիան էլ շատ ահավոր է։ Իրականում ես մեր անցած էպիզոդներից մեկում էլ ասում եմ, որ այդ սկզբի 10-15 օրը իմ կյանքի ամենադաժան շրջանն է եղել ու ես դրա համար ինձ շատ եմ մեղադրում, որովհետև պետքա մի տեսակ լավով չէ հիշես, որ երեխա ես ունեցել սիրուն փուլ է, բայց ես ինձ մեղադրում եմ, որ այդքան բացասական եմ հիշում այդ փուլը։ Չէ, մեղավոր մի զգա, որովհետև այդ լրիվ գլոբալ փոփոխություն է քո կյանքում։ Դու հղի ժամանակ մինչև ծննդաբերելը մենք չենք գիտակցում։ Ինչքան ասենց կյանքը լրիվ փոխվելու է։ Ես տեղեկացված լինես մեկ։ Հա, ինձ որ ինչ որ բլոգերներ գցում են, որ գիշերը չէին քնում, ես մտածում եմ իմ երեխան հաստատ քնելու է։ Ես լավ տրամադրում եմ, իմը հաստատ կքնի, տենց չի։ Բնականաբար նորածինները չեն քնելու, այդ հաստատ կարող է ինչ-որ մեկի բախտը բերում է, բայց հետո ես քիչ-քիչ հասկացա, որ երեխուն պետք է ադապտացնեմ ինձ, այլ ոչ թե ես լրիվ ինձ նվիրեմ երեխուն, այսինքն իր ռեժիմը ինձ պետք է հարմար լինի, ես իրան սկսեցի գիշերները ավելի ուշ կերակրել, օրինակ ջուր տալ գծետը 10 ամսականից մոտավոր ջուր էի տալի, որ ինքը ավելի երկար քնի, գիշերը 3 ժամը մեկ արթնանում էր արհեստական ուտելու։ Ես դրա փոխարեն ջուր էի տալի։ Ոնց որ առաջինը հանեցի, երկրորդը հանեցի, հետո ստացվեց որ 10 ամսականից ամբողջ գիշեր քնում էր։ Այսինքն քիչ-քիչ մենք տարեկանից հետո իմ համար ավելի հեշտ ա եղել, որովհետև ես իրան ադապտացրեցի իմ ռեժիմին։ Ինձ պետք էր ես գիշերը քնեի ու 10 ամսականից մի տարեկանից հետո արհեստականի կարիք էլ չի լինում գիշերը երեխեքը որ ուտեն, այսինքն ես իրան սոված եմ պահել էլի։ Քիչ-քիչ հանեցի, ադապտացրեցի ու աշխատանք, երեխա, այդ ամեն ինչը բալանսավորեցի ու դուրս եկա այդ վիճակից։ Բայց երբ որ ես լրիվ սենց տնական վիճակ, լաց, չես հասկանում ինչ անես, չես քնում, այդ ինձ չգիտեմ, ինչ որ անդունդ էր տարել ու չէի կարող։ Իսկ չես մտածում, որ սկզբում դու տենց բրթել ես քո հարազատներին, դրանից ավելի շատ է խորացել քո մոտ դեպրեսիան։ Այսինքն, եթե քո կողք կլինեին, ինչ որ օգնող ունենայիր, հնարավոր է այդքան ծանր չլիներ քո մոտ վիճակը։ Ուղղակի իմ մոտ չէ, ավելի վաղ կար, որ երեխան իմ հետ չի կապվի, որովհետև ես առաջի 10 օրը իր հետ չեմ եղել, արդեն ունեի ես այդ վախը, այդ տրավման։ Այսինքն դու կովիդ ես ունեցել։ Հա, ես 36 շաբաթականում շտապ կեսարյան են արել ինձ։ Ես չգիտեի, որ գնում եմ ծննդաբերելու, մենք ոչ կրավատ էինք առել երեխուն, ոչ մի բան դեռ պատրաստ չէր, անգամ ծննդատան պայուսակը հավաքած չէր։ Սենց միշտ ես թողում եմ էլի վերջի պահին։ Ինքը ծնվել է, իմ վիճակը ավելի է վատացել։ Ես ունեի 50% ախտահարված էր իմ թոքերը։ Ինձ հիվանդանոցից տեղափոխում են շտապ օգնության մեքենայով, այսինքն այն բոլոր պատկերացումները, որ ես պետք է երեխա ունենամ, դուրս գրվեմ, սենց փուչիկներով ինձ դիմավոր են, ծաղիկներով դիմավոր են, չի եղել։ Ես դուրս եմ գրվել շտապ օգնության մեքենայով։ Շտապ օգնության մեքենայով ինձ տեղափոխել են ու ես ասել եմ, չէ, երեխան էլ պետք է իմ հետ գա, երեխուն բերել եմ իմ հետ հասցրել եմ այդ քովիդի հիվանդանոց։ Ինձ հետո բժիշկները բոլորով համոզում էին, որ պետք չի թող երեխան գնա մամայի հետ, մի ձև համոզել են ինձ,
տարել են երեխուն ու ես հետո գիտակցել եմ, որ չի կարա ես երեխուն պահեի, որովհետև ես տեղիցս չէի կարում վեկանայի ապարատները։ Կարող ավելի վատ լիներ, որ երեխան ոչ թե մամայիդ մոտ լիներ, այլ հենց բժիշկների մոտ լիներ։ Կարար, հա։ Բայց չէ, մամաս պահելա ինքը լավ էր, այսինքն կարիք չուներ, որ ինչ-որ բաներ միացնեին իրան ապարատներ, չգիտեմ, ես էի, որ տենց շնչառական բաներով միացրած էի ու տպավորություն էր, որ ինձ թվում էր ես այդտեղից էլ դուրս չեմ գալու։ Ոյ մորիո, լոցը սեկով։ Լսի, դու հաղթահարել ես դեպրեսիան։ Մար, դու հաղթահարել ես դեպրեսիան գործով։ Ինչ խորհուրդ կտաս մարդկանց։ Գործից բացի ոնց կարող են հաղթահարել դեպրեսիան, թեկուզ նաև գործով ոնց անեն, որ հաղթահարեն Բոլորը ունեն դեպրեսիան։ կյանքում իրանց հետաքրքրությունները։ Օրինակ, մարդ կա, որ աշխատանքը իրան չի ուրախացնում։ Ես կոնկրետ շատ եմ սիրում աշխատել, ստեղծել, ինչ-որ բաների հասնել, դա ինձ բավարարում է, ինձ լիարժեք երջանկություն է տալիս, բայց մեկ ուրիշը կարող է ուրիշ բանով է իրան երջանիկ զգում։ Ուղղակի պետք է այդ բալանսը պահել։ Օրինակ, միգուցե, չգիտեմ, համալսարան ընդունվել կամ համալսարանը շարունակել լինի մաճ։ Իհարկե շատ անկեղծ բան ասեմ, որ ոչ մեկի չեմ ասել, այս հաղորդումը իրականում իմ միջոցն է այդ դեպրեսիան չունենալու համար, որովհետև երեխու հետ բնականաբար շատ դժվար է վիդեոներ նկարել, բլոգ վարել ու այս ուղղակի իմ փրկությունն է, որ ես կարամ այդ վիճակից դուրս գամ։ Ու գիտես, իրականում որոշումս այնքան կտրուկ ա եղել, որովհետև ես գիտեի, որ մի քիչ ձգեմ, հաստատ ոչ մի բան չեմ անելու։ Ու ես անգամ ստուդիան ամրագրել եմ այն պահին, երբ դեռ ոչ մի բան պատրաստ չէր, ոչ սցենարային, ոչ հյուրերի, ես անգամ հյուրերից չեմ զգուշացրել, բայց ստուդիան ամրագրել եմ, որովհետև գիտեի, որ ձգեի հաստատ ոչ մի բան չէր ստացվելու։ Իմիջիայլոց այդ տարբերակը, երբ որ դու շտապ մի բան անում ես, դեռ ոչ մի բան պատրաստ չի, բայց դու վերջնական կետն ես անում, ամենահաջողվածն է լինում ու ես վստահ եմ, ուրեմն եթե տենց ես, լավ հաջողվելու է։ Ես հիշում եմ, որ ես ուզում էի աշխատեի ու չգիտեի ինչից սկսեի։ Որոշեցի դասավանդեմ։ Դասավանդման ծրագիր չկար, բայց ես ուսանող վերցրեցի։ Չգիտեմ, երևի ինքը հիմա կնայի կհասկանա, որ ինքը առանց ծրագրի ասավոր, բայց ինքը գալիս էր, մեր տուն էր գալիս էր մեր տուն, մինչև իրա գալը, այդ օրվա դասի ծրագիրը գրում էի, մի ժամ առաջ։ Իրա հետ հավասար ես գրել եմ իմ SM դասի ծրագիրը, հետո որ ինքը ավարտել է, խումբ եմ վերցրել։ Այսինքն ես էլ ընդունել եմ ուսանող, բայց դեռ պատրաստ չէի, ոնց որ համեմատեցի նույնն էլ քոնել։ Ու դեպրեսիան կարա լինի ոչ թե ինձ թվում է հենց նոր ծնված, այլ հետո, երբ որ դու մեկը ամեն օր տանն ես, ու սկսում է դա խորանալ հաստատ։ Կարա սկզբից չլինի, կարա հետո լինի, դրա համար պետքա բալանսավորել։ Իմ համար անկեղծ ասած ամենադժվարը առաջին մի ամիսն է եղել, որովհետև երեխան անդադար լացում էր, ես չէի հասկանում ինչի համար է լացում, հետո ես տանից դուրս չէի գալիս, ինձ թվում էր վերջել երբեք տանից դուրս չեմ գալու։ Բայց իրականում իմ բախտը այնքան շատ է բերել, որովհետև 40-ից հետո իմ աղջիկը լրիվ կոնկրետ մեծի պես ամբողջ գիշեր մեր հետ հավասար քնում է։ Ոչ լավ է։ Ստացվել անկեղծ։ Այդ էի ասում, կան մարդիկ, որ իրենց բախտը վերում է։ Հա, կոնկրետ բախտի բան էր այդ, որովհետև մարդիկ ինձ հիմա գրում հարցում են ոնց ես արել, որ քնում է երեխան, բայց ես անկեղծ ոչ մի բան չեմ արել, պրոստը տենց ստացվել է ու պրոստը իմ բախտը իրոք բերել է այստեղ։ Այդ առումով իդեալական է, որովհետև ես չեմ էլ ուզում պատկերացնեմ, թե ինչքան դաժան է, երբ որ երեխան գիշերները չի քնում ու դու էլ իր հետ հավասար չես քնում գիշերը։ Մորգն այնքան էր լացում, բանի պորտի վրա գրիժա էր եղել, դա էր իմ համար շատ ստրես, ես ինձ էի մեղադրում, ամեն իր լացի համար ես ինձ էի մեղադրում, իրականում, որովհետև ես չգիտեի ոնց իրան օգնեմ։ Իսկ ես ամբողջ օրը լացում էի ու ինձ մեղադրում էի նրա մեջ, որ իմ երեխան արհեստական կաթ ա ուտում ու ինձ էլ բնականաբար կողքից շատ մարդիկ ճնշում էին այդ թեմայով։ Ու անգամ բժիշկները հիվանդանոցում, որ ես այնց շատ վատ վիճակում էի, ամբողջ օրը լացել է, երեխան ամբողջ օրը հաց չէր կերել, սոված էր ու արդեն այն պահներ, որ իրան պետքա հաստատ արհեստական տայինք, գալիս էին ինձ ասում էին ինչ ես անում դու քո երեխու մասին չես մտածում, մենակ քո մասին ես մտածում ու բնականաբար ավելի էին վատացնում վիճակս, այդ երևի կյանքից տեսած ամենավոչ պրոֆեսիոնալ վերաբերմունքն ա եղել ու իրականում մի բան ասեմ, շատ քիչ բաներ կան, որ ես չեմ կարողացել ներել մինչև այսօր ու այդ դրանցից մեկն է, ես հաստատ այդ միշտ հիշելու եմ ու չեմ կարողանալու ներեմ։ Իմ մոտ էլ բան էր, հարազատները ասում էին մի կերակրի, թող արհեստական ուտի, ով որ բարեկամները գայս են ասում էին խիչ ես կերակրում, այնքան տարբեր էր իրարից, ես չէի հասկանում ինչն է ճիշտ, փորձում էի կերակրել, չէր ստացվում,
ինքը արդեն սովորել էլի շշին 10 օր, դե արդեն հետո ոնց կերակրեի։ Մար հիմա Մարկը 4 տարեկան է, չէ՞, ես ինչքան գիտեմ, այդ բավականին բարդ տարիք է ու ուզում եմ հասկանամ ոնց ես կարողանում համատեղես աշխատանքը Մարկի հետ, որովհետև դու հիմա շատ ակտիվ աշխատանքի մեջ ես։ Չէ, բարդ տարիք չի, անկեղծ, բարդ տարիքը անցանք։ 3-ներ ամենաբարդը, հա, կապրիզների շրջան, բայց ես իր հետ լեզու գտնում եմ, իմ համար դրանով հեշտ է, այսինքն ես գիտեմ ինչ որ ինքը սիրում է, ես գիտեմ որ ինքը չի սիրում, երբ իր վրա ջղայնանում եմ, ես իր հետ խոսալով շատ ավելի հեշտ եմ հասնում նրան ինչ որ ուզում եմ, ենթադրենք, քան եթե ջղայնանամ։ Մեկ-մեկ եթե չեմ դիմանում, օրինակ ջղայնանում եմ, այդ ավելի հետո երկար կարա տևի այդ կապրիզը։ Հիմա հեշտ է, երբ որ երեխեքը սկսում են հասկանալ, խոսալ, իրականում ամենահեշտն է։ 3 տարեկանը բարդ է եղել։ Ինչ առումով է բարդ եղել, ես այնքան շատ եմ վախենում այդ 3 տարեկանի ճգնաժամից։ Չգիտեմ, դուրը ես պետքա բացեմ, լիքը եղել է որ դրան դեմը կանգնես սպասել ենք այնքան միջև ինքը բացի, բայց ինքը չի կարող բացի։ Եթե դու հասկանում ես ինչ փուլով է անցնում քո երեխեն, դու այդ ամեն ինչը ծանր չես տանում։ Այսինքն եթե ես գիտեմ 3 տարեկանը ոչ թե ուղղակի կապրիզների շրջանը, այլ իրանք բացահայտելու շրջանն է։ Իրանք որոշում են ինչ են ուզում, իրանք որոշումներ կայացնելու շրջանն է։ Այդ այնքան կարևոր է, որ այդ պահին դու իրան չկոտրես։ Ինձ թվում է, թե մենք իրան այդ պահին կոտրենք, հետո մեզ տարիքում էլ է դա անդրադառնալու։ Այսինքն ինքը ուզում է ինքնուրույն լինի, ինչի ես կոտրեմ իր մեջ այդ ցանկությունը, որ ինքնուրույն լինի։ Դրա համար երբ որ դու գիտակից ես, կրթված ես, հասկանում ես, ավելի հեշտ է։ Երբ որ փոքր էր, իմ համար ավելի դժվար էր, որտեղ ես լիքը բան չէի հասկանում։ Հիմա իդեալական ես իր լեզուն հասկանում եմ, գիտեմ որ պահը ինչի համար է, որ կապրիզը ինչի համար է։ Հիմա եկել է մեր մոտ փուլ, որ ինքը որոշում է ինչ շորը հագնելու, ինքը որոշում է, ինձ ասում է սենյակից դուրս արի, ես կհագնվեմ։ Մար, ես գիտեմ, որ այս վերջին մի տարին է, որ դու սկսել ես սենց շատ ակտիվ բլոգինգով զբաղվել, ու ես էլ սենց որպես կողքից աչք, երբ որ քեզ հետևել եմ, տեսել եմ, թե ոնց է այս վերջին մի տարում քո կյանքը կոնկրետ 180 աստիճանի փոխվել, ու տպավորություններ, որ լրիվ նոր Մարիա ենք տեսնում, սկսած, չգիտեմ, մազերիդ գույնից, փոխեցիր մազերիդ գույնը, սկսեցիր ճամփորդել, ու տպավորություններ, որ շատ ուրիշ Մարիա դարձավ, էլի, ու ոչ մեկի համար էլ գաղտնիք չի, որ սկսեցիր առանձին ապրել նաև այս վերջի մի տարում։ Հնարավոր է, որ դեպրեսիայի շրջանում եղել են ինչ-որ փուլեր, որոնք բերել են նրան, որ դու հիմա առանձնացել ես։ Դեպրեսիայի շրջանում, հա, իրականում դեպրեսիան իր հետքը շատ է թողել։ Ես էլ մինչև այս մի քանի օր մտածում էի, որ ես վերջին մի տարում փոխվել եմ։ Բայց իրականում որ sense խորը նայեցի, ես ոչ թե փոխվել եմ, այլ ես գտել եմ նորից ինձ։ Ես sense եղել եմ, այսինքն համալսարանական տարիներին, այդ նույն մազերի գույնը, ինչ մազերի գույն ասես, հիմա վարդագույն ներկել եմ, մանուշակագույն ներկել եմ, երկար մազերը կտրել եմ կառը, այսինքն իմ այդ տեսակը եղել է sense թենենց։ Ես եղել եմ էլի նույն Մարիան, ինչ որ հիմա ձգտող, աշխատող, ես այն ժամանակ միշտ երազել եմ ճամփորդեմ, ուղղակի փուլ է եղել իմ կյանքում դժվար, որը ինձ կոտրել է ու իմ տեսակը փոխել է։ Հիմա դուք քանի որ ինձ այն ժամանակ չեք ճանաչել ու բոլոր հետևորդները տպավորությունն է, որ ես փոխվել եմ, բայց իրականում ոչ թե փոխվել եմ, այլ նույն Մարիան հետ է եկել։ Հա, իրականում տրամաբանական է, ես էլ կարծում եմ, որ մարդ չի կարա իր մեջ ինչ-որ նոր էություն ստեղծի, ինձ թվում է պետքա մարդու մեջ լինի այդ ի սկզբանե, ուղղակի ինչ-ինչ պատճառներով, ինչ-որ փուլերում փակված է եղել այդ։ Ոնց որ ավելի հասուն, կայացած, այն ժամանակ եթե Լիլիթին էի ասում նույն Մարիան է, ուղղակի այն ժամանակ ես փող չունեի։ Հիմա ես աշխատում եմ, ինչ որ ինձ պետք է ես ունեմ, ֆինանսապես կայուն եմ, ինչը իմ համար շատ կարևոր է, էլի։ Այսինքն նույն Մարիան է, ուղղակի հիմա ավելի հասուն, կայացած ու խելացի։ Ու իրականում այդ իր մարդկարա իրան կորցնի երկար տարիներ ու գտնելը պարտադիր չի առանձնանալ, մենակ լինել, ես չեմ ուզում էլի այդ ռոպագանդեմ։ Ես շատ գնահատում եմ թե ընտանիքը, ամեն ինչ շատ կարևորում եմ, չեմ ուզում տպավորություն լինի, որ եթե մարդ բաժանվում է, ուրեմն всё իր կյանքը ավելի լավն է դառնում։ Ամեն ինչ ունի իր դժվարությունները, թե ընտանեկան կյանքը ունի իր դժվարությունները, թե բաժանում ունի իր դժվարությունները։ Ուղղակի ամեն մարդ իր կյանքով պետք է չհամեմատվի երբեք։ Մենակ լինելը հեշտ չի, շատ դժվար է։ Հա, դրա համար պետք է հասկանալ ավելի լավ է մենակ լինել երեխու հետ, որ դժվարություններն է քո համար ավելի հարմար։ Իսկ այս շրջանը, որի միջով դու անցար, Մարկը ոնց տարավ, այսինքն իրան բերել եք դրան կամաց, թե միանգամից է եղել այդ պահը։ Չէ, միանգամից եղավ, բայց մենք երկուսս էլ շատ
զգուշ ենք մոտենում հարցին, շատ խելացի ենք մոտենում հարցին, ամեն ինչ անում ենք, որ մարկի համար մաքսիմալ կոմֆորտ լինի, մարկը մեզ երկուսից իրար հետ էլ տեսնի, այսինքն մենք մարկի համար ամեն ինչ անում ենք, որ ինքը ծանր չտանի այս փուլը։ Բայց ինչա պետք երեխային, միշտ ասում եմ, երեխային պետք է երջանիկ ծնողներ։ Եթե ես երջանիկ եմ այս կարգավիճակում, ուրեմն ինքն էլ ինձ հետ երջանիկ է։ Եթե ես երջանիկ չեմ, ուրեմն ինքն էլ երջանիկ չի։ Դրա համար մենք ամեն ինչ խոսալով, գիտակցելով անում ենք, որ ինքը իրան վատ չզգա ու ինձ թվում է ստացվում է։ Լսի, իրականում այդ երեխուն պետք են երջանիկ ծնողներ արտահայտությունը այս շրջանում լրիվ դարձել է իմ կյանքի կարգախոսը, ու երբ որ ինչ-որ շրջաններ են լինում, որ ես կարամ ինձ մեղադրեմ, որ ինչ-որ բան անում եմ օրինակ առանց երեխու կամ ոչ երեխու համար, այլ իմ համար, ես այդ արդարացնում եմ նրանով, որ երեխուն պետք են երջանիկ ծնողներ ու որ պետքա մենք մեր ուզածն անենք ու ամբողջությամբ երեխուն տրվելը ու քեզ մոռանալը հաստատ ճիշտ չի։ Այդ կարծրատիպը, որ չգիտեմ, ճամփորդում ես երեխուն թողում ես, Հայաստանում մեկ-մեկ շատ վատ են վերաբերվում։ Վայ, Հայաստանում իրականում այնքան բանի են վատ վերաբերվում, որ ես այդ առաջին 1 ամսում, որ երեխան ծնվել էր, օրինակ եթե կարայի գնա եղունգներս կամ մազերս սարքեի, ինձ գրում էին, ասում էին, վայ, ոնց ես երեխուն թողնում, փոքր երեխա է, ոնց ես կարողանում մենակով թողնես, մենակ չի թողնում իհարկե։ Ես մի հատ վատ բան ասեմ, վատը լինեմ հիմա մի քիչ, այն մարդիկ, ովքեր տենց գրում են ու հեյթ են անում, օրինակ որ ասում են ոնց է երեխու թողը գնացե, իրանք կուզեն իրանք էլ թողեն ու գնան, ուղղակի իրանք այդ հնարավորությունը կամ միգուցե օգնականը չունեն։ Նույն ես որ գնացել էի Բալի, ինձ էլ էին գրում ոնց եք թողել երեխուն, նախ ես թողել էի երեխուն իր ծնողի մոտ, իր փապայի մոտ, ինքը շատ երջանիկ էր։ Պլյուս իմ մաման էլ, մամայիս մոտ էլ էր ինքը այդ ընթացքում մնում, ինքը շատ սիրում է, թե իր պապային, թե իր տատիկներին, թե իր պապիկին, հորքուրներ, մորքուրներ, դրա համար այդ խնդիրը չկա։ Ես ուղղակի իմ կյանքն էլ ունեմ։ Ու շատ շատերը հեյթ հանողները իրանք իրանց կյանքը չունեն ու դրա համար իրանք քննադատում են մարդուն, որ բացի երեխուց իր կյանքն էլ ունի։ Իրականում հեսա ես էլ վատը կլինեմ, բայց մեր հայ կանանց մեջ մի հատ մասա կա, որ հիշում ես, ես մի հատ ռիլ էի պոստել, որտեղ ասում էի ինչի շնորհիվ ես չունեցա դեպրեսիա, ու ինձ բոլորը գրում էին, գիտես ինչ կա, ոչ բոլորը ունեն քո հնարավորությունները, բոլորը չի որ կարող են, բայց ինչ հնարավորություն է, այդտեղ ընդհանրապես հնարավորության հարց չկար։ Ես ուղակի ունեմ ամուսին, ով իմ հետ հավասար ծնող է։ Մի քիչ կոպիտ է հնչում, բայց ոնց որ ես մեղավոր չեմ, որ դուք ընտրել եք այնպիսի մարդկանց, ովքեր չեն գիտակցում, որ իրանք էլ հավասար ծնող են ու ում համար նորմալ չի, որ կարան իրանք էլ երեխուն պահեն ու դուք էլ կարաք անձնական կյանք ունենաք, այսինքն ինչի պետք է ամեն ինչ ձեր վրա լինի ու մի հատ էլ դուք մեղադրեք դիմացինին նրա մեջ, որ ինքը ունի այդ հնարավորությունը, իսկ դուք չունեք։ Դա ոչ թե հնարավորություն է, դա ընտրություն է։ Կյանքը ընտրություն է։ Մենք կարանք ընտրենք այն ինչ որ մեզ կարա երջանկացնի։ Կլինի դա ընտանեկան կյանքը, կլինի դա ճամփորդությունները, այն ինչ որ մեզ երջանկացնում է, մենք միշտ պետք է դա ընտրենք։ Մենք մեզ սիրենք ու դնենք մեզ միշտ առաջին տեղում։ Դա ամենակարևորը։ Լսի, իրականում երեխան որ ծնվեց առաջին մի ամիսը, մամաս եկել է ու մեր հետ ապրել, ու եթե ինքը մեր հետ չապրեր, չգիտեմ ես ինչ կլիներ, պրոստը ինձ թվում է ես էլ քո վիճակում կլինեի հաստատ։ Ես էլ ամուսինս էլի դեպ այդ տղամարդկանց դեպրեսիան շատ արժեզրկված է, էլի, բայց կարա լրիվ իրանց մոտ էլ լինի երեխու ծնվելուց հետո։ Ուզում եմ հասկանամ, հիմա դու մենակ ես, դու օգնող չունես, ոնց ես կարողանում Չէ, ես օգնող ունեմ։ Իմ մաման ինձ միշտ օգնում է, նախ ես մամայից տանն էի մնում ու որոշեցի առանձնանամ, որ իմ կոմֆորտ անկյուն ունենա, մարկը իր սենյակը ունենա, իր կրավաթը ունենա, ուզել եմ, որ ամեն ինչ կոմֆորտ լինի, էլի մեր մոտ, բայց տունը վերցրել եմ մամայից տան շատ մոտ։ Շատ լավ է սա, խելացի քայլ։ Այսինքն, երբ որ ես աշխատանքի եմ, օրինակ մաման մանկապարտեզից վերցնում է, երեխան իր հետ է լինում, հետո ես գնում եմ իրան վերցնում, գնում ենք մեր տուն մարկի հետ։ Այսինքն ես փորձում եմ ամեն ինչ sense գրաֆիկով կազմակերպեմ, որ հեշտ լինի։ Ես գիտեմ, որ առավոտը ես պետք է իրան տանեմ մանկապարտեզ, հետո եթե ես եմ վերցնում գրաֆիկը ճիշտ կազմակերպեմ այդ ժամին ազատ լինեմ, եթե մաման է վերցնում իր հետ եմ պայմանավորվում, իմ մաման ինձ շատ է օգնում։ Մարկի ծնված օրվանից, ասեցի չէ, որ 19 մոտ է եղել։ Ծնված օրվանից մաման շատ է օգնել ու մարկը մամայիս համար խելագարվում է, անկեղծ եմ ասում։ Բա ինչքան լավ է, որովհետև ես գիտես վախել ունեմ, որ կարա գա ինչ-որ փուլ, որ հիմա իմ երեխան էլ մնում է իր տատիկ պապիկների հետ, բայց մտածում եմ, որ կարա գա ինչ-որ փուլ, որ չուզի մնա։ Կարա։ Պետք է դրան էլ պատրաստ լինես։ Կարա, երեխուցա։ Երեխուցա քեզնից էլ է ինձ թվում։ Ինչքան դու թեթևես, այնքան լավ։
Էլի սենց հետևորդի աչքով նայելով դու վերջերս ճամփորդեցիր Բալի ու տպավորություն էր, որ այդ ճամփորդությունը քեզ ինչ-որ բան տվեց, ինչ-որ բան փոխեց քո մեջ։ Ճիշտ եմ նկատել։ Նախ ես հասկացա, որ ես մենակ նույնպես կարամ լինեմ։ Այսինքն ես երբեք չեմ պատկերացրել, որ ես կարամ մենակ նստեմ ինքնաթիռ, ես կարամ մենակ, չգիտեմ, ինչ որտեղ հաց ուտեմ, մենակությունը միշտ ինձ վախեցրել է։ Ես մնացի ինձ հետ լրիվ մենակ, որովհետև մինչև Լիլիթի մոտ հասնելը երկար ճանապարհ էր։ Ես 17 ժամ ճանապարհ եմ գնացել։ Լիլիթն էլ չգիտեր, չէ՞։ Հա, Լիլիթն էլ չգիտեր։ Այդ 17 ժամը ես իմ հետ մենակ էի մնացել, իմ մտքերի հետ մենակ էի մնացել, ես իմ որոշումներով ես հասկանում էի, որ Էս այնա ինչ որ ինձ երջանկացնում է։ Ես հասկանում եմ, որ ես իմ կյանքը բերել եմ նրան, որ ես ինձ եմ սիրում հիմա ու անում եմ այն, ինչ որ ես եմ ուզում։ Բալիի տոմսը ես առել եմ իմ թռիչքից 2 օր առաջ։ Ու բավականին ավելի թանկարժեք, որ եթե շուտ առնեի, մի քիչ ավելի լավ կլիներ։ Բայց ես հասկացա, որ ես ազատ եմ իմ որոշումներում, ես այսօր կարամ որոշեմ ու վաղը չեմ իսօրը Այս տարին լրիվ քո համար ռիսկի գնալու տարի է եղել բոլոր առումներով։ Իսկ ինչ որ բան փոխել է քո մեջ այդ ճամփորդությունը, որովհետև իմ մոտ, չգիտեմ, իմ մեջ սենց նստած է, որ Բալին նենց տեղ է, ես չեմ եղել Բալիում, որ գնում են մարդիկ ինչ որ խնդրով, այնտեղ մի քիչ ժամանակ մնում են ու այդ խնդիրը իրանց մեջ ինչ որ դնում են, տեղավորում են դարակներով, հետ են գալիս։ Հա, ինձ թվում է, տենց չէի մտածել, բայց ճիշտ ես ասում, ընդեղի կյանքը շատ ուրիշ է։ Ընդեղ դու ազատ ես, երջանիկ ես, ընդեղի այդ վայբը, մոտոների դու մարդկանց խնդիրներին ուրիշ աչքով նայել։ Հետո մարդիկ այնքան բարի են, այնքան լավն են։ Ես քայլում եի ուղղակի, ամեն քայլափոխին իմ մազերի հետ կապված այնքան կոմպլիմենտ էին անում։ Այնքան աղջիկներ ուրիշ երկրներից մոտենում էին ու Բալիի լավը որն է, օրինակ գնում ես, չգիտեմ, ինչ որ Եգիպտոս, այնտեղ հիմնականում այնտեղի ապրողներն են, չէ՞, իրանց հետ ես ծանոթանում կամ ուրիշ երկրներում, հա։ Իսկ Բալիում ամբողջ աշխարհից տարբեր մարդիկ հավաքվում են Բալիում, ֆրանսիացիներ, իտալացիներ, իսպանացիներ։ Ու ազատ հոգով մարդիկ, այդ շատ կարևոր բան է։ Ջահել, ջահելություն սիրող ու խնդիրների մասին դու այնտեղ մոռանում ես խնդիրների մասին։ Դու ուղղակի վայելում ես քո ջահելությունը, ոնց որ ջահելության կյանք լինի այնտեղ։ Ու ես հասկանում եմ, որ մենք հիմա չենք գիտակցում, բայց մենք մեծանում ենք ու հետո գալու է փուլ, որ մենք հասկանանք ջահելությունը գնաց։ Իսկ այնտեղ է տպավորություններ, որ ես լիարժեք լցնում եմ իմ ջահելության հիշողություններն ու էմոցիաները, որը որ մեծանամ, ասել եմ ես ինչեր եմ արել, էլի Բալիում։ Դες իսկ մտածում ես, որ կարա ինչ-որ փուլ գա, որ կուզես այդ կյանքով ապրես ինչ-որ մի շրջան, այսինքն տեղափոխվես ինչ-որ երկիր, չէ՞։ Որովհետև այնտեղ օրինակ Բալիում չեմ ուզի Մարկի հետ գնամ Բալի, որովհետև այնտեղ լրիվ առանց երեխու կյանք է։ Ճիշտ ասած, ես ամբողջ կյանքումս երազել եմ, որ գնամ Բալի կամ Թայլանդ, ինչ որ այդ տիպի տեղ, ինչ որ կղզի կյանքով ապրեմ 2-3 ամիս գոնե ապրեմ ու ավելի իդեալական եթե ամուսնուս հետ գնամ ու իմ համար էլի ստրեսի առիթ ա եղել որ ես մտածել եմ բայց ոնց կարամ երեխու հետ գնամ բնականաբար երեխու հետ չես կարող այդ կյանքով ապրես օրինակ Բալիում այնտեղ մոտոներով են տեղափոխվում երեխու հետ նախ վտանգավոր է երկրորդ շատ անհարմար է բացի այդ Բալին մի քիչ ուրիշ բանի մասին է ոնց որ չես կարա հետո ամեն դեպքում հիմա ես որ խոսում եմ ամուսնուս հետ ասում դե ոնց որ չեղավ իմ երազանքը չի է լինի բնականաբար բան ինքը ասում բայց ինչի չի լինի կարանք երեխուն թողենք իմ համար այդպես շատ բան է Ես ոնց կարամ երեխուն 2 ամիս թողեմ 2 ամիս մի թող 2 շաբաթ թող Օրինակ տենց պատրաստում ենք անենք Հիմա մենք ունենք պլանավորած trip մոտակա մի քանի ամսին գնալու ենք Թայլանդ ու էլի երկար ժամանակով ու այդ է արդեն իմ համար ստրես Երևի մի 10 օր իրան չենք տեսնելու Նայ 10 օրից 15 օր հետո էլ դու չես ուզի այսինքն դες հիմա ասես երազում եմ Բալիում 2 ամիս ապրեմ դու չես կարա 2 շաբաթ անցավ դու մոռանալու ես ինչ Բալի ինչ Թայլանդ ինձ իմ երեխեն է պետք դեսի ես որ երեխուն թողնում եմ շաբաթ կիրակի օրերը ամուսնուս ծնողների մոտ եմ թողնում Գիշերները սենց ես էլ ամուսինս էլ սենց չգիտեմ ինչի մեջ ենք արդեն կարող է գնանք բերենք այն որ իրար չենք ասում առավոտը արթնանում ենք խոսում ենք բարձում երկուս էլ նույն մտքեր ունենք կարող է գնանք բերենք բայց երբ որ թողելուց մտածում ես ուրա ես էլ որ մեկ Մարկոս մամա ինձ տանը մնա ասում եմ կգնամ կինո կնայեմ կնստեմ կվայելեմ
ու ես զգում եմ, որ դատարկատուն է, ինձ է դուր չի գալի, բայց Valium, եթե մի պահ պատկերացնեմ Valium մարկի հետ, ինձ Valium դուր չի գա։ Ինչի համար, որտեղ Valium ազատ կյանքի ու ջահելության մասին է։ Եթե ես գնում եմ այնտեղ, ես օրինակ չեմ կարա ինչ որ տեղեր գնամ մարկի հետ, չեմ կարա մարկին թողեմ գնամ ընկերներով մի տեղ, այսինքն չի ստացվում։ Եթե երեխու հետ հանգստանալ, ես ուզում եմ շատ իր հետ գնամ, իր հետ էլ ճամփորդեմ, բայց ավելի sense пассив հանգստային, Աբու Դաբի կգնամ մարկի հետ, որ այդ պարկերը գնամ օրինակ, կամ կգնամ Եգիպտոս, բայց Թայլանդ, Բալի, տենց տեղերը ավելի շատ ամուսնու հետ գնալու կամ մենակ գնալու։ Ինչի ոչ, ես ամբողջ կյանքումս երազել եմ, որ մենակ ճամփորդեմ, հատկապես տենց տեղ, բայց արդեն էլ հնարավոր այնտեղ չէի ուզի մենակ լինեի, բայց այդ ճանապարհը, որ գնացի մենակ, ինձ շատ պետք էր։ Այնտեղ չէի ուզի, որովհետև դե արդեն Լիլիթ այնտեղ անգեշտակ գիտեր, իրանք այնտեղ ժամանակ են տրամադրել դրա վրա գնացել են տեղեր, մի տե դուրի չի եկել, իսկ երբ որ ես գնացի, տարավ ինձ ամենալավ տեղերը մի անգամից։ Ապրես շատ մարես անկեղծ զրույցի համար, այնքան վստահ եմ, որ լիքը մարդկանց դու օգնելու ես այս քո խոսքերով, շատ անկեղծ էիր, կարևոր է խորհուրդներ տվեցիր, թե ոնց կարելի է դուրս գալ դեպրեսիայի միջից, մի խոսքով շատ ջերմ զրույցեր, հույս ունեմ էլի կգաս այստեղ ու արդեն ուրիշ թեմաներով կխոսենք։ Իրականում նենց շփվում ենք, մոռացել էի դաժե որ նկարում ենք, սենց լրիվ եմ որ ընկերուհուդ հետ նստում ես, այդ vibe-ը իրոք ստացվել է, լրիվ կիսվեցի, նենց ոնց որ ուղակի կարենք նստենք իրար հետ չայ խմենք ու ես քեզ տեղ պատմեի։ Կարենք ստեղից հետո շարունակենք։ Նենց որ էլի ինչ որ թեմաներ կընտրես ու ինձ կկանչես որ խոսանք։ Պայման, ապրես շատ հաճելի էր։ Մերսի։ Իսկ ձեզ շնորհակալ եմ դիտելու ու մեզ հետ լինելու համար։ Չմոռանաք միանալ էջին հետագա թողարկումները բաց չթողնելու համար։ Իսկ մեկնաբանություններում նորից կարող եք գրել, թե ում կուզեք տեսնել այս տաղավարում ու թե ինչ թեմաներով կուզեք, որ խոսենք։